Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պայմանավորվածություն կար, որ վաղը ազգային ժողովի մեծ դահլիճ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ լսումներ լինեն, չեղարկվեց ըստ էության, որովհետև դուք երեք հայտարարություն արեցիր։ Կարող ենք ասել չեղարկվեց, թե հետաձգվեց, հիմա պարզենք ձեզանից։ Շատ բարի։ Նախ թույլ տվեք ողջունել իմ մարտական ընկեր Գևորգ Սաֆարյանին, շատ ուրախ եմ այսօր առաջին անգամ Գևորգը միացել է մեր պահանջին, Գևորգի հետ անցել ենք պատերազմի դաժան օրերը եւ ներկա ենք եղել անգամ վերջին օրը Շուշիի պաշտպանությանը, երբ որ ես Գևորգը եւ բազում այլ տղաներ մեկ ջոկատի մեջ զետեղված պատրաստ էինք Շուշիի պաշտպանությանը սատար կանգնելու, սակայն հրաման չեղավ այդ ժամանակ, որ մենք միջամտենք։ Մեզ խաբում էին, ասում էին, որ Շուշին կանգուն է, Շուշին մերն է, այնուհետև պատահական հայտարարվեց, որ Շուշին հանձնվել է եւ վարչապետը ստորագրել է խայտառակ կապիտուլյացիան։ Ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ ակցիան շարունակական եղավ եւ հասավ այն նպատակի, որ պատգամավորներից մեկը Թագուհի Թովմասյանը վերցրեց իր վերապատասխանատվություն կազմակերպել լսումներ կամ ըստ պատգամավորի տրված հնարավորությունների աշխատանքային քննարկում։ Նա դիմել էր ազգային ժողով դահլիճի եւ բավարարել էին դահլիճ տրամադրելու, բայց քանի որ հյուրերի քանակը եղավ բավականին մեծ, ըստ գրավորես այդ պահին 140-ներ, բայց այս պահին ձեզ փաստում է, որ 190 հոգի շահառու կա, որոնք ցանկություն ունեին թե արտահայտվելու, թե հարց ու պատասխանով դիմելու պաշտոնյաներին, եւ այդ 190 հոգու իսկ դահլիճը, մեծ դահլիճը 160 հոգանոց է։ Որն էր, որ փոքր դահլիճը տրամադրում էին, սակայն մեծ դահլիճը չեն տրամադրում։ Պատասխանի մեջ չի բարձրաձայնվում խնդիրը, ասում է, որ ընթացակարգով կարող են չտրամադրել աշխատանքային քննարկումների համար տրամադրվում են ավելի փոքր դահլիճները, դա է պատճառը, որ սխալվում նախկինում եւս մի դեպք եղել է, երբ մեծ դահլիճ է։ Բազում դեպքեր են եղել եւ հատուկ դեպք է եղել հենց անհետ կորածների հետ կապված եւ լսումները եղել են մեծ դահլիճում, բայց քանի որ այդ լսումները կազմակերպվել էին Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, կարծում եմ մի քիչ դա է ազդել, որ Ալեն Սիմոնյանը ինքն իրեն թույլ էր տվել մեծ դահլիճը։ Ձեր վերջին, այսպես կոչված կոնֆլիկտով պայմանավորված լինի այս որոշումը։ Ես չեմ բացառում իհարկե այդ կարգի վրեժխնդիր եւ փոքրոկի մարդը, այո, կարող է քաղաքականությունը խառնել անձնական հարաբերությունների հետ, ինչը տեղի ունեցավ նաեւ մեր կոնֆլիկտի մեջ, այդտեղ միանշանակ բախում չէր քաղաքացու եւ իշխանավորի, այլ բախում էր տղա բախում տեղի ունեցավ, որը իմ համար այս պահին անթույլատրելի է։ Ես վաղուց արդեն դուրս եմ եկել փողոցային տղա լինելու եւ տարիքից եւ ստատուսից եւ այսօր մեր պահանջները կարծում եմ ամենակարևորն են Հայաստանում։ Սա պահանջ չէր հենց Միքայել Մարգարյանի կողմից, սա պահանջ է ողջ հանրության կողմից, որովհետեւ նաեւ դուք ինչպես թիվը նշեցիք 190 հոգի համոզված եմ, եթե դրվեր ամբողջ հայտարարություն տարածվեր ողջ Հայաստանի երևի գերակշիռ մասը ստորագրություն կտար, որ գա եւ այդ լսումներին մասնակից լինի։ Հետևաբար ստացվում է, որ ազգային ժողովի դահլիճը, որը հենց ժողովրդին է պատկանում, ըստ նպատակահարմարության եւ ըստ անձի քմհաճության է օգտագործվում։ Ավելին ասեմ, այս իշխանության 18 թվականի հռչակած այն փաստը, որ ազգային ժողովի այգին այսուհետ պատկանում է հանրությանը, մենք շատ լավ հասկանում ենք, որ այգին փակի տակ է գտնվում, հանրությունը մոտիկ գալու իրավունք չունի, ներս գնալու իրավունք չունի եւ իր բարձրաձայնելու հարցերը իրավունք չունի հենց այնտեղ բարձրաձայնելու։ Ակցիայի ինչ ակնկալիքներ ունեք ընդառաջում կան դեր պահանջին։ Դե հույսեր միշտ կա, այն փաստը, որ հանձնաժողովի զեկույցներ կբացահայտվի, կան հույսեր, բայց կան մեծ կասկածներ, նույնպես այսօր։ Զեկույցը չբացահայտվելու պարագայում հանրությունը պետք է միանշանակ որոշում կայացնի, հայտարարել, որ զեկույցում պարունակվող քրեական գործերը պարտակվում են եւ այն մարդիկ, ովքեր դա պարտակում են, հանցակից են այդ բոլոր հանցագործությունների։ Ուստի կարելի է միանշանակ դնել հարցը պետական դավաճանության եւ պետական դավաճանության կոծկման վերաբերյալ եւ այդ մեղադրանքով իշխանություններին եւ այդ թվում նաեւ ընդդիմություններին ուզում եմ փաստեմ, որ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ դաշինքները
խոսքերով աջակցեցին մեր պահանջին, բայց գործով ոչ մի քայլ չձեռնարկեցին։ Ուստի ես կարծում եմ ավելին նրանք ասում են, որ բացահայտումը միգուցե եւ այդքան իմաստավորված չէ։ Դրա համար պիտակը եւ ոչ պիտակ, այլ կնիքը խփվելու է պետական դավաճանության, ոչ միայն իշխանության, այլ նաեւ նրանց պահպանող ընդդիմությանը։ Եվ հանրությունը դա իմանալով չպետք է գնա ընտրությունների։ Այս ամենակարևորն է ընտրություններից առաջ բարձրաձայնել չի կարելի վերընտրել պետական դավաճանների։ Հիմա այսօր ինչ նպատակով է դուք այստեղ ակցիայի մասնակիցները այստեղ ինչ եք պահանջում եւ սպասելու եք արդյոք ձեր պահանջի հիմա պատասխանն, այսինքն վաղը լսումների պահով կոնկրետ այսօրվա ընթացքում ճնշում գործադրվելու է, որպեսզի թույլ տան, որպեսզի այդ հանդիպումը լինի վաղը ազգային ժողովում։ Այս պահի մեր պահանջը փոքր է մեծ պահանջի համեմատ տրամադրել դահլիճ։ Մենք ուզում ենք, որ մեր ձայնը եւ բոլոր մարդիկ, ովքեր ասելիք ունեն պատերազմի, նախապատերազմի եւ երբպատերազմի ընթացքների վերաբերյալ ասելիք ունեն, գան եւ բարձր ամբիոնից դրա մասին բարձրաձայնեն։ Սա մեր նպատակն է, այսօր պահանջելու ենք մեծ դահլիճի տրամադրումը։ Հակառակ դեպքում դեռ որոշում չկա վաղը ինչ է լինելու, բայց կարծում եմ մենք մեր խոսքը կասենք։ Եվ վերջին հարցը հետաքրքիր է, եթե մեծ դահլիճի հարցում համաձայնություն չլինի, փոքր դահլիճում կկազմակերպվի լսումներ, դուք կհամաձայնեք։ Այս պահին անհնար եմ գտնում այդ փաստը, որովհետև 190 հոգին դա ուղղակի անցորդներ չեն, դիտորդներ չեն։ Ովքեր էին մասնակցելու լսումներին։ Լսումների մենք հրավիրել ենք առաջին հերթին Թագուհի Թովմասյանը հրավիրել է 10-ից ավել պաշտոնյա պատասխանատուներին։ Մենք ցանկ ենք տվել ում պատասխանները ակնկալում ենք ստանալ։ Բացի Անդրանիկ Քոչարյանից եւ Ալեն Սիմոնյանից կան նաեւ մեծ քանակի վարչություններ, որոնք կապված են անհետ կորածների, զոհվածների, ԴՆԿ-ների հետ կապված, մարդու իրավունքների հետ կապված, Արցախի ներկայացուցիչ ենք պահանջել եւ այլն։ Եվ այդ թեմաներով, քանի որ մեր հարցը մասնավորապես արդեն դուրս է եկել անհետ կորածների եւ զոհվածների պահանջից, այլ բոլոր ազատամարտիկները պահանջում են ճշմարտություն իմանալ, արցախցիները իրենց տունը կորցնելու եւ ինչու՞ չէ մարդիկ, ովքեր դրամահավաքներ են արել, թիկունքում հսկայական աշխատանք են արել, այդ մարդիկ ուզում են իմանալ պատասխանները։ Եվ հենց այդ մարդիկ են, որ մեր դեռ որ ընկերականը ճիշտ ասեցիք, որ եթե մենք հանրայնորեն դա հայտարարենք, իհարկե դա կլիներ ավելի 1000-ից ավել կամ 1 միլիոն շահառու կա այսօր այս հարցին իրականում, բայց պահանջատերային 190-ում մենք գրանցեցինք, հիմա ում ներդալիճ թողնենք, ում թողնենք, այդ խտրականությունը մեր վրա են ուզում հիմա թողնել, ես չեմ կարծում, որ դա նպատակահարմար է։